Բարի գեսօր սիրելիներ, շնորհակալ ենք Աստծուն, որ այս շաբաթ անգամ դեր մեզի գյանք տվավ եւ միասին հավաքվեցանք Տեոջի խոսքը սերդելու եւ իրեն ներկայությունը խնդրելու։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, կփառաբանենք Սուրբ անունդ, որ Տուն մեծ եւ հիանալի Աստվածն ես մեզի համար եւ Տուն խոստացա, որ Սուրբ Հոգիդ մեզի գուդաս, որպեսզի գայնանք հասկանալ քու էությունդ եւ քու խորելագերբդ եւ քու փրկությունդ։ Հիմա այսօր կխնդրենք Տեր, որ Սուրբ Հոգիով մեզ զիլեցնես, երբ որ քու խոսքը կգարտանք, քու խոսքդ գայնանք հասկանալ, ըմբռնել, յուրացնել եւ մեր կյանքին մեջ կորզացնել անիգա։ Փառքը, բադիվը, զորությունը Լահորը, Որդուն եւ Սուրբ Հոգին հավիդանս հավիդանից ամեն։ Մենք հասանք այս թեմային, ինչպես ուսումնասիրել աստվածաշնչյան մարգարեությունները վերջին տասը, 13-րդ տասը։ Եվ 13-րդ տասին վերնակին է վերջին ժամանակներու պատկերներ, այսինքն այնպիսի պատկերներ, որ մենք Սուրբ Հոգին մեջ գտնանք, մարդիկ, օրինակներ, պատկերներ ավելի շատ օրինակներ, եւ այսօր մենք պիտի սերտենք քիչ Հովնանին օրինակը եւ Բաղդասարին եւ Գյուրոսին երեք տարբեր անձերի օրինակներ։ Եվ հարցումը այս է, որ ինչ ճամփաներու մեջ մենք Հովնանի նման ենք։ Երբ որ հիմա Հովնանը սկսենք սերդել, մտածենք, որ ինչի մեջ մենք Հովնանի պես ենք եւ ինչ ունենք, որ իրեն չար կամ սխալ գեդերու մեջ չլանք։ Ուրեմն այս պատմությունները մեզի գոհտեն, որպեսզի ավելի լավ հասկանանք վերջի ժամանակի իրադարձությունները մարգարեությունների վերաբերյալ։ Երբ որ գսերդենք այս մարդոց կյանքը, մենք անի մեզի գոհտեն ավելի լավ հասկանալու, թե մենք ինչ կսենք ներկա ժամանակի ճշմարտություն, քանի որ աս եղավ Հովնանը իր թարուն մեջ ճշմարտություն, հիմա մեր թարուն մեջ, իմ կյանքից մեջ ինչ ճշմարտություն կա։ Եվ մենք ժամանակ չենք փորձել կետ ամեն փառ չի սերդենք անիգա, քանի որ մեզի կարևոր նյութեր կա, որ ուրգե բիդարնենք։ Ուրեմն Հովնանին համար գսվի, որ ինքը թշգամ մարգարեմն էր։ Ինչ նշանակի է թշգամ։ Համը ճուզելով, երբ որ գնես, թշգամ գլաս։ Եվ շատ անգամ երեխաներուն գսես, ճուզելով միներ, ինչ որ բիդնես, կամ օրտնություն չի գա նոր մեջը։ Ուզելով բիդնես։ Բայց աս Հովնանը թշգամությունով փամը արավ։ Շատ հավատացյալներ գնանք մեր արդացոլումը գտնալ այս թշգամ մարգարեի մեջ։ Աստված մեզի կորսն ու գուդաներու եւ մենք թշգամությունով գուզենք գնել։ Պետք չէ այպես լա, չէ, պետք է ուրախությունով անենք։ Այո։ Ուրեմն մեր համարն է, որ պիտի գարտանք Հովնանու առաջին գլուխ 9-րդ համար։ Շնորհակալ ենք Տերոջին, որ մեզի հավաքեց։ Հրամեցեք։ Առաջին համար։ Առաջին գլուխ 9-րդ համար։ 9-րդ։ Okay։ Անիկա ասավ անոնց. Ես եբրայեցի եմ եւ ծովն ու ցամաքը ստեղծող երկնքի Աստվածը Եհովան կպաշտի։ Այ շնորհակալ եմ։ Ուրեմն հոս Հովնանը ինչ գտնունի, որ ինքը ով է։ Աստծո զավակ է։ Այո, որուն կպաշտե։ Եհովայի։ Երկինքը։ Այո, երկինքը։ Այո, Եհովա անունը երկինքը ու երկերը ստեղծող Աստվածը ինքը կպաշտե։ Ուրեմն ինքը գիտե ինքը ով է։ Չգիտություն չի, չէ գիտեր։ Չէ, նո ինքը գիտե ինքը ով է։ Ինքը մարգարե է։ Ինքը կորս մունինելիք։ Ինչպես որ բժիշկը գիտե ինքը բժիշկ է, գիտե ինչպես կնա բժշկել, ախտորոշել, Հովնանն ինքը մարգարե է, Աստծո հետ կխոսի, Աստված իրեն կխոսի։ Եվ դաստակ որ այս մարգարեն ինչն է։ Եվ վերջի Հիսուս տեղը գսե որ Մատթեոսի մեջ 12-րդ գլուխի մեջ գսե որ հոս Հովնանեն մեծ մեկը գա, երբ որ ինքը պիտի երթար խաչը ելնելու։ Հիսուս ինքն ալ գիտեր, ինչու համար աշխարհ եկավ։ Եկավ որպեսի խաչը ելնե, որպեսի մեզի փրկություն բերե։ Հիսուսը գիտեր թե ինքը ինչ պիտինե։ Բայց Հիսուս Հովնանի օրինակը գառնե եւ գսե ինչպես Հովնան, քանի օր
Երեք օր։ Երեք օր Ցուգին կամ օրի մեջ։ այո, ճուրերուն դագը, աշխարհին դագը մնաց, այնպես էլ ես կսե հողին մեջ պիտի մնամ 3 օր, որովհետեւ իր հարությունը գսե որ 3 օրին հարություն պիտի առնե։ Ինչու համար Հովնան թշգամեցավ եւ ինչու համար չուզեց անել իր մարգարեական բարդագանությունը, ուր պիտի երթար։ Նինվե քաղաքը, Նինվեն Ասորեստանի մայրաքաղաքն էր, շատ հարուստ եւ շատ մեծ եւ շատ թարժան, շատ չար ժողովուրդ բնային եւ հрьяաներուն շատ կջնշեին։ Եվ միշտ հрьяաներուն հագարակ էին։ Եվ Աստված իրեն գսե որ քնա Նինվե, քարոզե, որովհետեւ անոնք աբաշխարեն, թե ոչ իրենց պիտի փչացնեմ։ Եվ ինքը ճուզեր անել, ինչ էր ավադոր փոխարեն։ Ապրիս, այո։ Փախավ։ Աստուծը ցերկեն ուր գնաս փախիլ։ Ոչ մի։ Աստված ամեն տեղ է, ուր գնաս եթե Աստծո ցերկեն։ Ինչ էր Աստված։ Ձովը փոթորիկ, այնպեսի փոթորիկ, որ մարդիկ իրենց կյանքին համար գվախտան, ինքը հանկիստ կքնանա, իրեն հոգ չէ փոթորիկը։ Եկան արթնցուցին ելիրս ինքու Աստծուց աղոթե, քանի ասար որ ինքը ով է։ Աղոթե որ գայլե փրկում ինքը սա որ ինձի ճուրը նետեցեք։ Ասին անգայելի է մենք քեզ նետենք կմեռնիս։ Ասա հոսե գսե որ ես ով է լավը գսե նետեցեք ինձի ճուրը։ Վերջապես մարդիկը չեն հավատար գվախտան վիճակ կծկեն վիճակը նորեն ում որու գելե Հովնանի գելե ուզեն չուզեն գսեն որ Աստված մեզի մեղքի գործը չնե գսեն կանեն ներեն ճուրը Ձովը ինչ կլա կհանթարդի, ամիջապես կհանթարդի ճուրը։ Մարդիկը չգիտցան Հովնանին ինչ եղավ։ Բայց Աստված խոշոր ցուկը գետ չսեր, գետ ցուկ չսեր, գսե խոշոր ցուկ մղրգեց, Հովնանը գլեց եւ 3 օր Հովնան անեղ աբաշխարեց։ Ցուգին փորի մեջ իրեն սխալներ, ոչ թե Աստված չէր ճաշտար։ Շատերս Աստված կճաշտանք, բայց չենք ուզեր իրեն ենթարկվել։ Մեծ տարբերություն կա։ Շատ լավ հասկացավ ինքը որ Աստծո հագարակ կերտա։ Չեր ուզեր ենթարկվել, քան իրեն ճուզած բանը բիդեներ։ Երբեմն մենք մեր ճուզած բանը ծնողնալ երբ որ երեխային գսե ճուզեր անել, պատճառներ կգտնա։ Այս Հովնանին շատ մեծ պատմություն կնանք մենք դաս կնանք սորվել։ Հովնանին ասած որ գսե ես երկինք ու երկիրը ստեղծող Աստվածը կբաշխեմ, այսի երկրբակություն կնշանակե։ Կգենտրոնանա երկրբակության թերին վրա, որը պետք է տուն երկրբակես, որը պետք է բաշխես, եւ Աստված ինչ ալա ի վերջո ապաշխարել են իրեն վերջը, փերա որբիսի Աստված բաշխե։ Շիդակ կերպով Աստված բաշխե։ Եվ մարդիկ հոն ապաշխարեցին, շուտով սկսավ Նինվեին մեջ քալել, խոսին եւ ասել եւս 40 օր գա Եվ նինվեն պիտի գործանի։ Ասպարս քարոշչությունը մարդոց սիրտերը շարժեց։ Ով գիտե Հովնանը ինչ տեսք ուներ։ Ով գիտե մարդիկ ինչպես գիտցան որ Հովնանը ցուգին փերանեն դուրս ելավ, որ իրեն խոսքը մտի գրին։ Լսեցին, հավատացին եւ գխորիկ որ թագավորին հնազանդ եղան։ Թագավորը նույնիսկ ասավ որ 3 օր Դուք գերագուր բիչուդեք, ճուր բիչի խմեք, նա հիմա գարտանք Հովնան 1:4, առաջին գլուխ 4 համարը։ Չէ, 1 վայրկյան։ Չէ, առաջին գլուխ 4 համար։ Անի չէ, բարմանել։ Բերը ծովու մեջ մեծ հով մահանեց ու ծովու մեջ մեծ փոթորիկ մը եղավ, այնպես որ նավը խորտակելու վտանգին մեջ էր։ Նավաստիները վախցան եւ ամեն մեկը իր աստվածային կաղաղակները եւ նավի միջեն կարասիները ծովը նետեցին։ Okay, անիգա անցանք արդեն։ Ամեն մարդ իր Աստվածը աղոթելու սկսավ, այսինքն ամեն մարդ ուզեց իր Աստվածը բաշխել, Հովնանին ալ վերջը գսե, որ Հովնանը իր Աստվածը գսե, որ չէ, սկիզբը գարտացի, որ ասավ ես եբրայեցի եմ գբաշխեմ երկինք ու երկիրը ստեղծող այո։
Ուրեմն ինչ եղավ Նինվեին։ Նրանց թադաբջիռը ամբողջ քաղաքը թակավորսա որ ձոն պիտի բահեք, քուրս պիտի հակվի, կերագուր պիտի չուտեք, այս չարիքը մեր վրա թող չի կա, եւ Աստված զղջաց, չի զղջաց, այսինքն տեսավ իրենց ապաշխարությունը եւ ասավ որ լավ, ես ասոնց այլևս չեմ գործաներ։ Անոց թադաբջիռը գասեցվեցավ, Իսրայելի Աստվածը փարսացվեցավ եւ մեծարվեցավ, ամբողջ հեթանոսական աշխարհին մեջ եւ Աստծո օրենքը հարգվեցավ այդ ժամանակ Հովնանի մարգարեությունով։ Շատ տարիներ չէին անցած եւ որ Աստծո մոռնալու եւ սնաբարձը բարության պատճառով Նինվեն շրջապատող ասկերի զոհը դարձավ։ Գրեթե միայն գսեն 100 տարի չափ իրենք Աստված պաշտեցին, որ մե ետ կնորեն ետ դարձան իրենց հին ջամփան եւ լման գործանվեցավ այնադեն։ Ադորագոկանք։ Ուրեմն վերջին ժամանակները Աստված մեզի գսե դուրս ելեք անոր մեջ են իմ ժողովուրդս, որբեսի ադոր մեղքերն մասնագիտ չլակ եւ անոր բադուհասները չընդունիկ։ Ուրեմն անոնք ովքեր ապաշխարեցին, Աստծո փարգություն ես մե ելավ, բայց վերջին ժամանակը Աստված թե որ մենք մեջ են ելենք, փարգությունը պիտի կա, բայց Աստված մեզի դարբեցով պիտի բահե։ Ամբողջ աշխարհի մեջ շատերը հավատարիմ կմնան իրենց դիրքորոշմանը եւ հագարակ քազանին գբահեն Աստծո բادرվիրանքների Հիսուսի հավատքը։ Այս մարդիկ ինչպես Նինվեի բնակիչները գազադվին գործողներուց սպասող Թադաստանեն։ Ուրեմն Քրիստոսի առաջին եւ երկրորդ քալուստի մեսիական մարգարեությունները, քազանի նշանը, բադուհասների հեղումը, վերջին ժամանակներու հալածանքները ասոնք պայմանական չեն։ Այսինքն ասոնք ըսված են եւ ասի բիդալա։ Հիսուս ասավ որ մեսիան պիտի կա եւ եկավ։ Ասավ որ երրորդ անգամ պիտի կա եւ եղավ։ Մեր կյանքին համար երբ որ գսե, եթե չարի մեջ կենաս, պիտի գործվիս, եթե ապաշխարես, պիտի փրկվիս, ասիկա պայմանական է։ Այսինքն պայման գտնե, եթե ապաշխարեցիր, երկրի բդուղը պիտես։ Երկինքի բդուղը պիտես։ Ուրեմն ինչ որոշում մենք կգայացնենք հիմա, որոնք կրնան գսել թե ինչ ընդրություն կատարեցինք, երբ Աստծուն կամ անոր բատկին երկարպակելու հարցը հանկարծակի մեր վրա հասնես աշխարհի վրա։ Ուրեմն երբ որ այսօր որոշում կայացնեմ, այդ իմ որոշումս տարբերություն պիտի թե ես պատկերին երկրպագություն պիտնեմ եւ հանգարձակի բատուհասին վրաս պիտի հասնի, թե ոչ այսօրվա իմ որոշումովս կախում ունի որ ես այդ պատկերին երկրպագություն պիտի չնեմ, ինչպես որ անցյալ շաբաթ ասենք Նաբուկոդոնոսորի պատկերը, ով որ երկրպագություն չրավ, այդ երեք աշակ երիտասարդները Գրագի հենոցը ցկվեցան, բայց Աստված իրենց ազատեց։ Աստված մեզի ազատելու իր բան ունի, ուժ ունի։ Ուրեմն գարթանք Հովնան 3:5-10։ Ես ինձ մի առաջ կերտամ աստեղը։ Հովնան քաղաքեն դուրս ելավ ու քաղաքին արևելյան կողմը նստավ եւ հոն իրեն դաղաբար մշինեց ու անոր հոմանին դակ նստավ։ Մինչև որ տեսնե, թե քաղաքին ինչ պիտի պատահի։ Դեր Աստված կտեմնի հրամայեց, որ Հովնանին վրա ելե եւ անոր գլխում վրա Հովանի ելա, որպեսզի անիկա իր դարաբանքեն ազատե։ Եվ Հովնան կտեմնիին համար շապազանց ուրախացավ։ Հետևյալ օրը արտուն Աստված հրամայեց, որ որդմենիին զարնե եւ անիկա չորցավ եւ արևը գծակեր Աստված խորշակապեր արևելյան հովիմը հրամայեց, որ արևը Հովնանի գլխում զարկավ, այնպես որ անիկա մարեցավ ու իրեն մահը Ուզելով ասավ, ներնիրս ապրելես աղեկ է։ Եվ Աստված Հովնանին ասավ, մի կեր կտմենիին համար նեղանալովդ աղեկ կնես անիկա ասավ, ներներու չապ նեղանալովս աղեկ կնեն։ Այն ատեն դերը ասավ, տուն տտմենիին խրջացիր, որում համար աշխատություն չկաշեցիր, Ուզանիկա չմեծուցիր, որ մեկ գիշերվան մեջ փուսավ, ու մեկ գիշերվան մեջ կորսվեցավ։ Ես ալբիդի
Չխրջան Նինվեին այն մեծ քաղաքին, որում մեջ 120,000-ն ավելի մարդիկ կան, որոնք աճ ու ծախ ցերկին դարբերության չեն գիտեր ու նաև շատ անասուններ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հոս պայման դրավ, պայման գար, պայմանական էր, երբ որ իրենք ապաշխարեցին, Աստված ետ դարձուց իրեն փառությունը Նինվեին։ Բայց երբ որ Նոյին եղավ պայման գար, պայմանը միայն աներ, որ շատ չար էին, պայման աներ, որ նավը մտնան։ Ապաշխարեն եւ եթե պիտի ապաշխարեն նավը գրնային մտնալ, բայց եթե նավը չմտնային, անպայման չրեղը պիտի քար։ Բայց երկրորդ քալուստը պայման չունի։ Երկրորդ քալուստը պիտի ըլլա, միայն թե ով որ ապաշխարե, Քրիստոսի մեջ պիտի ըլլա եւ պիտի ազատի։ Ուրեմն ուրիշ պատմություն մնալ գարտանք, Դանիելի 5-րդ գլուխ, քանի մահամարներ։ Երկրորդ համարը։ Վեր պատասար կենիան զվարտացավ հրամայեց, որ իր հորը Մապտոսի Երուսաղեմի դաջարեն անած ոսկե ու ազատի անոտները պերին, որպես իտակավոր ու իր մեզամեսները իր դիներով արջերը անոց մոխում են։ Այն ադեր պատասար տակավորը սաստիկ խորովեցավ ու երեսին կինը փոխվեցավ անոց մեզամեսներն արստացապեցան։ Այն նույն ժամուն Մարտումը ցերկի մադերը մեծ մարտումը ցերկի մադերը ու աշտանագի դիմաց տակավորական բալադին բալին դեպին վրա կրեցին եւ տակավորին այն գրող ցերկին տատեսավ այնադեն տակավորին քույնը փոխվեցավ անոթ հորարտականները անոթ հորտուցին այնպես որ մեծուն կոլիները կագրեցան ու զունգերը շիցան երաուզ ակրեցան 9 այնադեն պատասար տակավոր սաստիկ խորովեցավ երեսին քույնը փոխվեցավ անոթ մեզամեսներն արծարծապեցան 23 Աբա երկնքի դերոջը դեմ քեզ բարձացուցիր։ Աբա երկնքի դերոջը դեմ քեզ բարձացուցիր ու անորդան անոտները քո արջերը բերին եւ տուն ու քո մեծամեսները դիները քո արջեր անոցով քինի խմեցիկ եւ տուն ազատեն ոսկի եւ բղենցե երգատե բայդե ու կարե շինված ասվածները քովեցիր, որոնք ոչ տեսնեն, ոչ կլսեն, ոչ ալպան մկիդեն եւ այն ասվածը, որոնց ցերկն է ու շունչը եւ որոնց ենքու ամեն ճամփաները չփարավորեցիր։ Այո 26 Մանե մանե թեգե ու պարսին այս խոսքի մենյութուն այս է մանե աստծո տակավորությունը համրեց Սուզանիրա վերջացուց։ Քիշերը կարդիացված պարտասար տակավորը սպանվեցավ ու տակավորությունը մարած պարսի տակավորը արավ երբ 63 դարեր։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա մենք հոս Փախտասարի խրախճանքը գտեցնանք։ Փախտասարը ով էր հարցնելու համար Նաբուկոդոնոսորին թորնի գներ։ Նաբուկոդոնոսորին թորնի գներ, Նաբուկոդոնոսորը տեսած էր, գիտեր ինչ եղավ իրեն մեծ օրը, մենք գիտենք որ Նաբուկոդոնոսորը ապաշխարեց, Աստված ընդունեց եւ 5 մեռավ։ Եվ մենք գիտենք որ ինքի թագավորության մեջ մենք գիտենք գրնանք տեսնել, քանի որ ինքը Աստված ընդունած էր։ Հիմա Փախտասասար հբարդացավ, քանի որ իր ժամանակին ինքը Նինվե քաղաքը այրեցին, քրավեցին, վերջացուցին, արդեն իրեն հասել էր, եւ իրենք շատ մեծ էին, շատ մեծ թագավորություն էին, եւ շատ հարուստ էին, եւ շատ հբարդ էին, ուրեմն այդ հբարդությունը իրենց աստուծմե ինքնին բարձրացին տնել, եւ ասա որ ես հрьяաներուն աստվածեն ավելի բարձր եմ աստվածներս, ուրեմն անոնց անոտները որ աստծո դաջարի մեջ կորցածվի, անոնք փերավ եւ ինչ չաստվածներուն համար կենացներ խմեց։ Աստծո դաջարին անոտներով։ Այո, որ անոնք միայն աստծո փառապանության համար պետք է կորցածվեին, ինքը որուն փառապանեց, ինչ կսեգորոս։ Այո, արձատե, ոսկի է, բղնձե, երգատե, փայդե ու քարե շինված աստվածները քովեցիր, որոնք ոչ կտեսնեն, ոչ կլսեն, ոչ ապամը գիտեն։ Ուրեմն հոսքորեն նրա թորնիկը, Բաղդասասար, սկսեց ուրեմն
Աստեղ նորեն պաշտամունք է։ Որուն կբաշտես, որուն կերգրվակիս, կարևորը հոս է։ Այո, երկնքի Աստվածը կբաշտես, թե ոչ փողը, քու քերեցկությունդ, քու խելացիությունդ, քու հանջարդ, քու թիրքդ, քու հարստությունդ։ Փողը, ասոնք, բոլոր ադի է, արձաթե, ոսկե, տախտակե, քարե արձաններ են քու կյանքիդ մեջ։ Ինչ կա քու կյանքիդ մեջ, որ ավելի կբաշտես, քան թե Աստված։ Եվ ցերկը ելավ եւ սա մանե քթեգեր ու փարսին կշռվեցար եւ բագաս գտնվեցար քու կորձե այսօր պիտի վերջանա քու թագավորությունը վերջացավ այսօր Բաբելոնը այնպիսի զորավոր շինվածք ուներ որ չէր գնար որը մեկը չէր գնար անիգա առնել սակայն եւ իրենց քաղաքին մեջտեղեն քետ մգերտար եւ այդ քեդը իրենց ճուրը գաբահոver անակ որ երբեք բանի գարոդություն չունեին ասոնք բայց քանի որ շատ մեծ խրախճանքի մեջ էին քինով ծած էին խմած էին եւ այդ առաջալ տեսնված էր որ թակուին ամբարդակ ուզեր շինել ճուրի հոսքը Քեդին հոսքը թարցուցած էր եւ ճուր հավաքած էր ուրեմն գյուրոսը ադի տեսնալով ավելի վերեն ճուրին հոսքը փոխեց ճուրը իջեցուց եւ քայմ ասոնք խմած էին ուրախության մեջ էին մորցան թարբասը իջեցնել ճուրին մեջի թարբասը մորցան իջեցնել եւ գյուրոսը շատ հանգիստ ձևով ամեն իր զորքը քաղաքը մտավ քաղաքը գրավեցին Քաղաքին մեջտեղը, ինչպես որ գսենք սիթին մեջտեղը քաղաքի կենտրոնը եղող ժողովուրդը չգիտավ նույնիսկ որ քաղաքը ինգավ եւ թագավորը մեռավ եւ նույն քիշեր Փախտասասարին օրը վերջացավ երբ որ մենք աստուծմեզ ադուրիշ մեկը գուզենք պաշտել ուշադիր լանք ինչու հոսքս է եւ դու անոր որդին Փախտասասար չխոնարեցուցիր քու սիրտդ թեև այս ամենը գիտեիր արդյոք չէր գիտեր Փախտասասար գիտեր ուշադրություն չէր Տեսա որ իրեն մեծ հայրը ինչպես հիվանդացավ 7 տարի անասունի պես ապրեցավ եւ վերջը եկավ ապաշխարեց եւ նորեն խելքը գլուխ եկավ եւ ստավացված պաշտել այդ ամենը գիտնալով հանդերձ ինքը նորեն հբարդացավ Ուրեմն ասիգալ դիագալար աննազանքյան քայլեր հագարակ որ բավարար վկայություններ աբացույցներ ուներ հիմա վախը մեզի է Մենք արդյոք ունենք այդ խնդիրը հբարդության, ամփոստության սիրտ ունենք ոչ թե որ չենք գիտեր, այլ որ չենք ուզեր խոնարհվել, չենք ուզեր հնազանդվել, չենք ուզեր որ Աստծո մենք մեր սիրտը նվիրենք։ Գիտենք, ամեն բան գիտենք։ Ուրեմն մեր ընդրությունը, ինչպես Փախտասարի դեպքում գախված կլա ոչ թե գիտելիքներով բագասեն, այլ մեր սիրտի վիճակեն։ Վախոս է։ Ես արդեն գարձեմ վրային անցա, բայց եթե գրնանք Դանիել 5-րդ գլուխ 20-21 համարները գարտալ։ Okay, Daniel, քուգոզը։ Դանիելի գլուխ, Դանիել 5-րդ գլուխ, այո, էսա եղբայրտուն ես։ Հա? Այո, որն է դու պատմում Ով թակավոր Պարտիգյան Աստված Տեսնոտը 5-րդ գլուխ 20 եւ 21-ն է գլուխ 18-րդ համար Ասիկ արդեն ասենք բայց կրոմենք գարտա Մինչև որ թուկադիգը գտնանք, ես կարդամ հայտնություն 16-րդ գլուխ, տեսնանք, որ աստեղը զուգահեռներ կան։ Okay. Հա։ Եղբայրը գուզե գարտալ կան։
20 եւ 21-ը գարցան է գարձեմ գփավե։ Բայց երբ անոր սիրտը բարձրացավ ու անոր ոգին ամբողջությամբ եցվեցավ իր տակարության ապրեն ինլա ու բադիվը անգե անորեցավ Այո։ Սամեգն Այո, հաջիս։ Ադիգա մարտոց ոգիներուն եչեն զորնեցավ ու անոր սիրտը անասուններու դես եւ անոր տակարությունը Այրենի եշրի եշրի Չարներու ես ոտքեր երսենին Անոր անոր ամին է երկնքի սախորովի արջերես ինչ է որ կիցակ է մարդոց սակավորությանը կրա ասանած աստված կեսի գդիրը Չեք աման։ իր ուզածը ուզած մարդը անոր վրա է գծել ուտուն Այո։ Եվ Աստված իրեն ուզած մարդը անոր վրա գդիրե, այսինքն թակավորության վրա գտնե։ Ի վերջո, Աստծո վերջավորություն Աստծո կա։ Ինչու համար։ Քանի որ հբարդացավ, անոր հոգին ամբարդավանությամբ լեցվեցավ։ Ուրեմն մենք ուշադիր պետք է լանք, որ մենք չհբարդանանք եւ մեր սիրտը հբարդությունով, ամբարդավանությունով չլեցվի, այլ մենք խոնարհ լանք։ Աստծո արչեւ խոնարհ, մարդոց արչեւ չի ասիգա, Աստծո արչեւ խոնարհ լանք։ Վեցիոտ հրեշտակի սկաբրագի մեծ քեդին եփրադին վրա թափեցանոր ջուրը ցամքեցան, որովհետեւ արևելքի թագավորներուն ջամփան պատրաստվի։ Մենք կտեսնանք, որ ասիգա հայտնության մեջ է, ինչպես որ Բաբելոնի մեջ եփրատ քեդը չորցավ, չորցուց գյուրոսը եւ գրծավ Բաբելոն մտնալ։ Ես չեմ գիտեր, որ վերջավորությունը իրական ասիգա փոխապերական իմաստով գսե, թե իրական ծևով բիդալա, ինչ որ բիդլա, քանի որ հոսքսե որ տեսա որ վիշապին փերնեն ու քազանին փերնեն ու սուտ մարգարեին փերնեն երեք բիղծ ոգիներ գելեին կորդերու նման ասոնք հալ երրորդություն են բիղծ երրորդություն ինչպես որ մենք աստվածության երրորդություն ունենք ասոնք հա բիղծ երրորդություն են վասի անոնք թևերու ոգիներ էին որ նշաններ գնային ու բոլոր աշխարհի թագավորներուն կով երթային որպեսզի զանոնք ամենագալ աստծային մեծ օրվա նպատերազմին համար հավաքեն Եվ Հիսուս հոսքսե ահա քողի բես կուքամ Երանի անոր որ արթուն կգենա ու իր հանդերձները կբահե որպեսզի մեր չբդի որ ամոթը չերևնա Ասի է կարևորը այս ամեն իրաթարության մեջ մեզի ինգած բաժինը մենք մեզի մաքուր բայ արթուն գենալ աղոտ կնել հանդերձդ մաքուր բահել այսինքն Քաղաքարները շիդակ մաքուր բահել Յանքդ մաքուր բայ Այո Ուրեմն վերջավորության ինչպես որ հոսեղավ Հիսուս գսկուշացնե իրեն աշակերտներուն գսե որ արթուն գեցեք որովհետև չեք գիտեր թե ձեր դերը որ ժամին պիտի գա բայց սա իմացեք որ եթե դանդերը իմանար թե քողը որ բային պիտի գա արթուն գմար თუ չէ դա որ իդունը կողոպտեին Ուրեմն Քրիստոս հանգարձակի հայտնվելը ոչ թե որ մենք նշանները չենք տեսնել այլ ինքը անագնգալ պիտի գա Ոչ թե որ չենք գիտեր, այլ որ անագնգալ է։ Ժամը չենք գիտեր երբ պիտի գա։ Գիտենք որ պիտի գա։ Անպայման պիտի գա։ Եվ գիտենք որ գմոդենա կավուստի երբ որ բարականները կտեսնենք աշխարհի ինչպես որ հիմա կտեսնենք Այ ուրեմն աշխարհը կարևորը հոս է որ աշխարհը գսե անագնգալի պիտի գա ոչ թե անդեղյակ լավուն համար։ Ինչպես այսօր շաբաթ ասենք Նոյ 120 տարի քարոզեց։ Ահա մենք 2000 տարի է Քրիստոսի խոսքը քարոզվի։ Մեր Հիմա աշխարհ ամեն գողմերը, քանի որ այս հերա խոսները կան, այո, բոլորը ամեն գոմ գնան աստծո, մեզի նույնիսկ կան աշխարհի ծայրը մտի գնել եւ տեսնել։ Որևէ մենք առիթ չունիսել որ ես չէի գիտեր։ Ուրեմն ոչ թե որ անդեղյակ են, այլ աստծո գախասածին չավադալու պատճառով, աստծո ասածի չավադալուն համար է որ պիտի գործվին։ Ուրեմն ասկե վերջը գուքա գյուրոսը։
Գյուրոս թագավորը Գարտանք երկրորդ մնացորդած 36-րդ գլուխ 22-23 համարները։ Եվ Բարսից Գյուրոսի թագավորին արջև դարին, որպես Երեմիայի տերով ըստած Տերոջը խոսքը կդարվի։ Դեր Բարսիքներուն Գյուրոսի թագավորին հոգին արտուց ու անիգա իր բոլոր թագավորության մեջ հրդարագել դվավ ու նաև հովանական քրեց սելով։ Այդպես կսե Գյուրոսի բարիսներու թագավորը, երկինքի Եհովա ասվածը, երկրի բոլոր թագավորությունը ինձի տվավ ու անիկա ինձի պատվիրեց, որ հովնայի Երուսաղեմի մեջ անոր դունեն մեջ շինեմ, ծեր մեջ ով որ անոր ժողովուրդն է, իր Եհովա ասվածը իրեն հետ պիտի ըլլա, թող մեկնի։ Շնորհակալ եմ, ուրեմն Երեմիա մարգարեին փերնով դարիներ առաջ ասված էր, որ Գյուրոս անունով թագավորը պիտի ելնե եւ անիկա ցեզի պիտի ազատե։ Եվ Գյուրոսը գրավեց եւ գողոպտեց Բաբելոնի քաղաքը եւ անիկա Աստծո ժողովուրդը քերութեն ազատեց։ Բաբելոնի համար լավ չեղավ, բայց Աստծո ժողովրդին համար լավ եղավ։ Անոնք ամենը ետ վերադարձան իրենց երկիրը Հրեաստան եւ վերագառուցեցին տաճարը, Աստծո օրհնության տեղը։ Եվ Գյուրոսին համար գսի, որ ինքը արքաներու արքա էր, պարսիկներու մարած պարսիկ ժամանակը ամենեն մեծ թագավորությունը եղավ։ Եվ ինքը կգոչվի արքաներու արքա, ինչպես որ Քրիստոս կգոչվի թագավորած եւ դերած։ Գյուրոս թագավորը Սայրոս կսենակներենը բզդիկ նշան մնե Հիսուսի գախա դիբարն է, Հիսուսի պես պամն է, այսինքն Հիսուսի բնավորություն ունեցող մեկն է։ Եվ ժողովուրդը ազատեցավ, Գյուրոս իրականացուց երկրի դաջալին վերագառուցումը եւ Հիսուս մեկնագեց Ծիզարաճուն երկնային սպան, որ հանգեցուց անոր վերադարձի մերազավակրման։ Այսինքն այդ տաճարը եղավ եւ Հիսուս այդ տաճարի մեջ եկավ եւ ադո համար գոչվեցավ, որ այս տաճարը ավելի փառահեղ էր, քան թե առաջինը, ինչու համար, քանի որ Հիսուս Աստված լալով այդ տաճարի մեջ մտավ։ Ուրեմն Կորձողություններու բատմահարթագին մեջ հայտնված յուրաքանչյուր ասկ թույլ դրված է երկրի վրա գրավելով իր դեղը, որովհետեւ բարձ դառնա կարողանա արդյոք իրականացնել սուրբ պահաբանի ծրագիրեր, այսքան ամեն մարդ իր դեղը ունի, որովհետեւ Աստծո ծրագիրը իրականացնել իր կյանքին մեջ։ Մարգարեությունը գախասած է աշխարհի մեծ կայսրությունների Բաբելոնի, Մարաբասկաստանի, Հունաստանի, Հռոմի առաջացումը եւ զարգացումը։ Պատմությունը գրգնված է ասկե յուրաքանչյուրի, ինչպես նաև բագաս հզոր ասկերու կյանքին մեջ։ Յուրաքանչյուրն ունեցած է փորձության իր ժամանակաշրջանը, բոլոր դաբադված են, անոնց փառք եւ հզորությունը մարած են։ Մինչ ասկերը մերժած են Եհովայի սկզբունքները եւ այս մերժման վաստակած է իրենց կործանումը, այնուամենայնիվ Աստվածային համապարփակ ծրագիրը բացայդորեն իրականացված է բոլոր թայերու մեջ, այսինքն Աստված ծրագիր ունի եւ բոլոր թայերու մեջ 21 տարի գաբրինկոր բոլոր թայերու մեջ Աստծո ծրագիրը առաջ կերտա եւ վերջավորությունը գսե ինձի դարձեք իմ ժողովուրդը, որպես ես փրկեմ։ Գսե մեկ պահ ես կխոսիմ ասկի մգամ թագավորության թեմ արմադախիլ ընելու, քանթելու գործարելու համար եւ եթե այդ ասկը, որ թեմ ես խոսած եմ, ինչ չարչեն դարձիկա, ես կհրաժարվեմ այն չարիքեն, որ խորած էի անորնել։ Եվ մեկ պահ ես կխոսիմ ասկի մգա թագավորության մասին գառուցելու եւ դնգելու համար, եթե անչարությունն է իմ աչքիս արջևը եւ ինձ չլսե իմ խոսքս, ես ալ կհրաժարվեմ այն բարիքեն, որ ընալ պիտի նեի անոր։ Ուրեմն մենք ամեն օր, ինչպես ու քիչ աջ քարոզի մեջ լսեցինք, մենք ամեն օր Հիսուսին քարոզը դիմավորելու պատրաստ վիճակի մեջ պետք է լինենք։ Ամեն արդու երբ որ գարթանանք աղոթելով, Աստծո խոսքը գարթալով եւ ամեն իրիկուն նայելով, որ արդյոք այդ օրը մենք ինչպես ապրեցանք մեր կյանքը Աստծո խոսքին
համեմատ իրեն հնազանդ եղանք, թե ոչ եւ եթե Աստված առիթ հնազանդ ըլլանք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, դերը թող օրհնե իր բոլոր խոսքը Yes.